Իրանի հետ կապված, Իրանը չի համարվում բնականաբար հարավային Կովկասի մի մաս, բայց հարավային հարևանն է եւ շատ կարևոր դերակատար է։ Ներկայիս Իրանի այո դեսպանը հայտարարեց ինչ որ նա հայտարարեց, որովհետեւ Իրանը շատ մտահոգված է, որ կարող է Միացյալ Նահանգները իրենց վեր հարձակվեն։ Դրա համար հիմա ահագին փակ բանակցություններ է գնում եւ Թեհրանը շատ խելացի ձևի հասկացավ, որ պետք չէ հակամարտության մտնեն այս վարչակազմի հետ եւ իրենք հասկացան, որ այս վարչակազմի արտաքին քաղաքականությունը հիմնված է իսկապես էսկալացիայի վրա։ Դրա համար եթե իրենք դա թույլ տան, Թրամփի վարչակազմը կդիմի էսկալացիայի վրա եւ կունենանք պատերազմ։ Եվ Իրանը շատ հստակ ձևի հասկանում է, որ իրենք չունեն այն կարողությունը, որ դիմադրեն այդ հարձակումների վրա։ Դրա համար իրենք իրենց ամբողջ որոշումը փոխել են եւ այո, եթե մոտարապես 3-4 ամիս առաջ իրենց մոտեցումը այդ Թրամփի ուղի հետ կապված մի քիչ անորոշ էր կամ իրենց ավելի ծայրահեղ թևը կոնսերվատիվ թևը մի բան էր ասում, բայց ավելի իրենց մյուս թևը մի քիչ ավելի մեղձեր էր վերաբերվում, այսօր տեսանք, այսքան որ տեսանք, որ իրենք որոշել են ավելի կառուցողային մոտեցում ունենան եւ իրենք հասկանում են տարածաշրջանի կայունությունը եւ կարգավորման ամբողջ գործընթացը հիմնված է այն աշխատանքների վրա, որը Միացյալ Նահանգները ներկայիս ստանում է։ Եվ այո, Իրանը հասկանում է, որ եթե ունենաս ապասահմանափակում տարածաշրջանում, եթե ունենանք տնտեսական աճ եւ կայունություն, բնականաբար իրենց համար էլ է սա դրական, որտեղ իրենց համար պետք է, որ իրենց հյուսիսի հետ ունենան առողջ տնտեսական հարաբերություն եւ ունենան այն տրանսպորտի ճանապարհները, որը իրենց շահերը բխում են։ Այդ առումով տրամաբանական է, որ Պարսկաստանը գնացել է ավելի, ասենք ասենք, մեղմ մոտեցման։ Բայց Գամ ձեր հարցին, իհարկե, հարավային Կովկասի ամբողջ համակարգը, ոնց որ ես սկզբից նշեցի, փոխվել է, որովհետև ուժային կոնֆիգուրացիան է փոխվել։ Այսինքն, երբ որ մինչև Հայաստանի շրջադարձը եւ մինչև Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանը գտնվում էր տարածաշրջանի հեգեմոնը, յուրաքանչյուր տարածաշրջանում, երբ որ հեգեմոնի կարողությունը եւ հզորությունը նվազում է եւ այլ դերակատարը այլևս հեգեմոնը չի եւ դառնում է տարբեր դերակատարներից մեկը եւ նույն ժամանակ նոր դերակատար է մտնում տարածաշրջան որպեսի նոր հեգեմոն բնականաբար ամբողջ այդ համակարգը փոխվելու է։ Մենք ներկայիս սա ենք տեսնում, որ Ռուսաստանի կարողությունը, ազդեցությունը նվազեց, ոչ թե ամբողջովին բացառվում է եւ իրենք չունեն կարողություն, ոչ, բայց Ռուսաստանը այլևս տարածաշրջանի ամենահզոր դերակատարը չի եւ նոր հզոր դերակատարը դա Միացյալ Նահանգներն է։ Եվ երբ որ ունենում ես նոր հեգեմոն, այս նոր հեգեմոնը սկսում է այդ համակարգը, տարածաշրջանի համակարգը վերակառուցել։ Դրա համար ենք տեսնում այս դինամիկ փոփոխությունները։ Այդ առումով մենք նույն ժամանակ տեսնում ենք, որ ինչու Ադրբեջանը իր պահելաձևը փոխեց։ Երբ որ Ալիևի վարչակազմը մինչև օգոստոսի 8-ը, այո, զբաղվում էր այն արտաքին քաղաքականությունով, այն սադրանքի ռազմավարությունով եւ այն հակամարտությունով, տևական հակամարտություն պահպանելու ռազմավարությունով, իրենք այլևս դադարեցրել են դա։ Ոչ թե ամբողջովին, բայց տեսնում ենք, որ իրենք խուսափում են այդ տեսակի ռեթորաբանությունով կամ այդ ռազմական քայլերի դիմեն, երբ որ իրենք անցյալում դիմում էին։ Ինչու՞, որովհետև տարածաշրջանի համակարգը փոխվել է։ Այսինքն այն բաները, որ Ռուսաստանի շահերը բխում էին եւ Ռուսաստանը համագործակցում էր Ադրբեջանի հետ, թույլ էր տալի, չէր թույլ տալի, կարևոր չէ որ ինչը որն էր, դա փոխվել է։ Ներկայիս Միացյալ Նահանգներն է ամենահզոր դերակատարը եւ այս համակարգը, որ Միացյալ Նահանգները ստեղծել է այս տարածաշրջանին կամ ստեղծման գործընթացը սկսել է, սա պահանջում է ապաշրջափակում, այո, փոխկապակցություն, տնտեսական աճ եւ այլն եւ այլն։ Այդ առումով բնականաբար բոլոր դերակատարների պահելաձև եւ մոտեցումը փոխվել է։ Դրա համար ուրիշ ձև իրենք այլ ընտրանք չունեն, կամ պետքա հելնեն հակամարտության նոր հեգեմոնի դեմ, որը անկարելի է, կամ պետք է ենթարկվեն եւ ձևեր գտնեն, որ ոնց իրենց քաղաքականությունը եւ իրենց շահերը համապատասխանի այս նոր համակարգի եւ այս նոր հեգեմոնի հետ։ Դրա համար Ադրբեջանը ներկայիս սկսել է խոսալ տնտեսության մասին, տրանզիտ ճանապարհների մասին եւ ոչ թե պատերազմի մասին։ Ալիևը ներկայիս խոսում է խաղաղության մասին եւ հպարտանում է, որ ոնց է 6 ամիս Հայաստան եւ Ադրբեջանը գտնում խաղաղ իրավիճակի մեջ։ Հիմա բնականաբար մենք չենք կարող ամբողջովին վստահենք Ալիևին, մենք գիտենք ինքը ինչ է, բայց
Դա ուրիշ քննարկման թեմա է։ Իմ միտքը որն է, որ երբ որ համակարգային փոփոխություն է լինում, այն դերակատարները, որ գտնվում են այդ համակարգի մեջ, իրանց մոտեցումը, իրենց պահելաձևն է փոխվում։ Նույն բանը տեսնում ենք Վրաստանի կողմից, օրինակ։ Վրաստանը շատ մտահոգված է, որտեղ իրենք դուրս են մնում այս նոր իրադարձություններից։ Այո, անցյալում եթե Արևմուտքի համար Վրաստանը ամենակարևոր դերակատարն եւ անկյունակարն էր, իրենք այլևս այդ դերը չունեն, որտեղ համակարգը փոխվեց եւ հիմա ներկայիս Հայաստանն է դառնում այդ դերակատարը եւ Վրաստանը գտնում է իրեն մեգուսացված իրավիճակի մեջ։ Իրանք էլ են փորձում ամեն ինչ անեն, որ ներգրաված լինեն եւ կապ հաստատեն Միացյալ Նահանգների հետ, ոչ թե որ միայն, չգիտեմ, Թրամփի սիրտը գրավեն, ոչ, որտեղ իրենք էլ են հասկանում, որ տարածաշրջանի համակարգը փոխվել է եւ եթե իրենք կարանալու են դիմակային եւ առաջադեմ են եւ ունենան արդյունաբերություն այս տարածաշրջանում, իրենք ուրեմն պետք է իրենց շահերը պետք է համապատասխանի այս նոր համակարգի օրենքների հետ։ Ներկայիս այո, ունես տարածաշրջան, որ ամբողջովին ինտեգրված չէ Եվրազիայի մեջ։ Եվ դրա համար, որ մի մակարդակի մեգուսացված է Եվրազիայից, դրա համար մենք ասում ենք Հարավային Կովկաս։ Բայց այո, եթե ասենք Հայաստան-Թուրքիա սահմանները բացվի եւ այդ ճանապարհները բացվեն եւ առևտուր եւ այլն լինի եւ տնտեսական ինտեգրում լինի, բնականաբար արդեն լայնանում է Հարավային Կովկասը։ Միացյալ Նահանգների նպատակը, որ Հարավային Կովկասը ներգրաված լինի այս իրենց միջանցքի middle corridor, միջին միջանցքի լայն ռազմավարությանը։ Եթե դա իրականացվեց եւ այս trip-ի ուղի զուտ նպատակը դա է, որ այս փոքր տարածաշրջանը ներգրաված լինի ավելի այս շատ լայն աշխարհաքաղաքական ծրագիրներին։ Այդ ժամանակ Հարավային Կովկասը կկազմի այս լայն Եվրազիայի տարածաշրջանի մի մաս։ Բայց որ երկար ժամանակ, ոնց որ դուք նշեցիք, Հարավային Կովկասը գտնվում էր այո, Ռուսաստանի ազդեցության գոտի տակ եւ դա դարձավ բռնապետական գոտի ժամանակի մեջ, Հայաստանը չէր կարող արտաքին քաղաքի հետ շփվել, եթե իրավունքը չէր ստանում Մոսկվայից, Ադրբեջանի կարողությունը սահմանափակված էր, մինչև Ալիևը կարողացավ Թուրքիային օգտագործի, որ մի ձևի զսպի Ռուսաստանին, եւ Վրաստանը գնաց դեպի արևմուտք, բայց հետո հասկացանք, որ իրենց ներքին քաղաքական անկայունությունը կանգնացրեց այդ շրջադարձը։ Այդ առումով, այո, Ռուսաստանը թույլ չէր տալի Հարավային Կովկասը ներգրաված լինի ավելի լայն process-ների եւ գործընթացների։ Բայց ներկայիս ոնց որ հետ են գալի իմ քննարկված թեմային, այս եզրույթը, որ օգտագործում ենք համակարգի փոփոխության հետ կապված, որ Ռուսաստանը այլևս հեգեմոնը չէ հազոր դերակատարը չի, կներեք, տեսնում ենք, որ այս նոր դերակատարը, ոնց որ դուք նշեցիք, այլևս չի համարում Հարավային Կովկասը որպեսի առանձնացված մի տարածաշրջան, այո, բայց ասում է ոչ, այս փոքր տարածաշրջանը պետք է ներգրաված լինի ավելի լայն Եվրազիայի տրամաբանության մեջ։ Այդ առումով, այո, Ղարս-Գյումրի ճանապարհները եթե բացվեն, այս trip-ի ուղին եթե կառուցվի, Իջևանից դեպի Ադրբեջան եւ այլն եւ այլն, այս ամբողջ ծրագրի նպատակը դա է։ Եթե դա իրականացվի, Հարավային Կովկասը ներգրավում է ավելի լայն եվրազիական տրանսկասպիան միջանցքի ծրագրի մեջ։